Մարքեթինգի կառավարման գործընթացը Մարքեթինգի կառավարման գործընթացը բաղկացած է շուկայի հնարավորությունների վերլուծություն, նպատակային շուկաների վերլուծություն, մարքեթինգային համակարգի մշակում և մարքեթինգային միջոցառումների իրականացում։ Ցանկացած կազմակերպություն պետք է կարողանա բացահայտել զարգացող շուկաների հնարավորությունները։ Ոչ մի կազմակերպություն չի կարող հավերժ գործել միևնույն շուկաներում, միևնույն ապրանքներով։ Ներկայումս էլ չեն օգտագործվում դիակարգերը, գրամեքենաները կամ նավթի լամպերը։ Այդ ապրանքները արտադրողները կամ սնանկացել են, կամ ժամանակին որոշել են արտադրել ուրիշ ապրանքներ։ Նոր շուկաների հայտնաբերում Կազմակերպությունը կարող է զբաղվել նոր հնարավորությունների բացահայտմամբ, որը նա կարող է իրականացնել ժամանակ առ ժամանակ կամ սիստեմատիկ։ Շատերը գտնում են նոր մտահղացումներ, ընդամենը ուշադիր հետևելով շուկայում կատարվող փոփոխություններին։ Շատ կարևոր գործոն է օգտագործել ապրանքների և շուկաների զարգացման մեթոդը։ Ապրանքներ շուկաներ մատրիցայի ուղղահայաց առանցքի վրա գտնվում է գոյություն ունեցող շուկան և նոր շուկան, իսկ հորիզոնական առանցքի վրա գոյություն ունեցող ապրանքը և նոր ապրանքը։ Այս 4 դաշտերի հատման կետում են գտնվում այն 4 ռազմավարությունները, որոնք կարող են ընտրել կազմակերպությունները այս կամ այն իրավիճակներում։ Առաջին իրավիճակն է առավել խորը թափանցում շուկան։ Այս դեպքում կազմակերպությունները շարունակում են աշխատել գոյություն ունեցող ապրանքներով գոյություն ունեցող շուկաներում։ Հնարավոր է մեծացվեն ծախսերը գովազդի վրա կամ ավելացնեն սպառողական կետերի քանակը, այլ կերպ ասած, փորձեն գրավել նոր սպառողներ, չկորցնելով գոյություն ունեցող սպառողներին։ Երկրորդը շուկայի սահմանների ընդլայնումն է։ Կազմակերպությունները գոյություն ունեցող ապրանքների համար փորձում են գտնել նոր շուկաներ։ Հնարավոր է դիտարկել դեմոգրաֆիական շուկաները, ապա կազմակերպությունների շուկաները, կամ դուրս գալ նոր աշխարհագրական շուկաներ։ Երրորդը ապրանքի մշակումն է։ Հնարավոր է նաև գոյություն ունեցող շուկաներում գոյություն ունեցող սպառողներին առաջարկել նոր ապրանքներ։ Կարելի է ձևափոխել, կատարելագործել հին ապրանքը և ներկայացնել նորովի։ Հնարավոր է նաև մշակել տարբեր ապրանքատեսակներ շուկայում գոյություն ունեցող տարբեր նախասիրությունների սպառողների համար։ Իսկ դիվերսիֆիկացիան։ Այս դեպքում կազմակերպությունը կարող է առաջարկել լրիվ նոր ապրանքներ նոր շուկաներում, որոնք հիմնովին կարող են տարբերվել նվաճված շուկաներից։ Այս դեպքում կարևոր է ճիշտ կանխատեսել շուկայական իրավիճակը։ Արդյոք այն զարգանալու հեռանկարներ ունի, թե ոչ։